Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դե ավարտվում է հերթական աշխատանքային շաբաթը եւ հասկանում եք, որ մենք ավանդույթը չենք խախտում եւ հերթական ուղիղ կապն ենք հաստատել մեր լավ բարեկամի գործընկերոջ Վարդան Ղուկասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, նախ ինչպես եք ձեզ զգում։ Շնորհակալություն շատ լավ, պարոն Ղուկասյան, դուք ասեք, դուք ասեք, մենք լավ ենք, դիմադրում ենք, պայքարում ենք, ուղղել պիտի պայքարենք եւ որ ասում ասեմ հրական լազլո, դուք լավ լինեք։ Պարոն Ղուկասյան, Հայաստանից հետաքրքրվում են, թե այդ ինչ ավտոերթ է, որ կազմակերպվել է ձեզ համար, ինչ է, հատուկ ձեզ դիմավորելու են եկալու ձեր երկրպագուները, միգուցե փակագծերը փորձեք բացել։ Սա իմ աջակիցների երթն է, աջակիցներ, հետևորդներ, ընկերներ, բարեկամներ, որոնք որ կարողացել են ժամանակ գտնել, գիտեք, հիմա շատ դժվար է կյանքը դարեր Միացյալ Նահանգներում, այս են մարդիկ են, ովքեր կարողացել են ժամանակ գտնել եւ գալ այստեղ Հենդերսոնի բանկի մոտ, իրազեկություն Վարդան Ղուկասյանի, ցույց տալուց ոսորի ընկերասով Վարդան Ղուկասյանը անտես չի, տերով հետևորդներ ունի, լիքը ընկերներ ու բարեկամներ, սրանցեք ասի առավելևս Հենդերսոնի ղեկավարությունը, քաղաքապետարանը, նահանգապետարանը առանձնակ են բան չէ տեսել, իրանք են ասում, որ նման մարդ մեզ մոտ երբևից չի եղել, չկա մի ոստիկան, որ իմ ազգանունը այգիս չիմանա մեկ նկատել, որ ամեն ինչ փոխում կարող են այստեղ ապրել, սա արդեն գիտես են քորզի, որդել նման մի սոջուքյասյան, սա շատ մեծ հոգեբանական աջակցություն է Վարդան Ղուկասյանի, մեծ հոգեբանական աջակցություն է մի մարդու, ով 9 ամիս գտնվում է քաղաքական պատվերով կալանքի տակ, եւ պիտի օգտվելով անձնասարավորությունից եւ սեգական շնորհակալություն հայտնեմ բոլորին, հանդինս կազմակերպիչներին, կազմակերպիչներից մեջ կա մի շատ հաճելի աղջիկ ազգավորություն, հատած խուսափում է, դա ոչ չեմ ուզում իրավալ ազգավորը տամ, բայց բոլորը գիտելով է, դեղին մազերով, շնորհակալություն եմ ուզում հայտնել անձամբ իրեն, եւ մնացած մյուս մարդկանց, ովքեր պետք է 4-5 ժամ ճանապարհ կտրեն, մի այդքան էլ հետ գնան, սա գնահատելի հոգեբանական աջակցություն է մի մարդու, ով այսպես ասած գտնվում է 4 պատի մեջ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի։ Պարոն Ղուկասյան, իսկ ինչ կարող եք ասել Միացյալ Նահանգների, Եվրոպայի հայկական գաղթօջախների մեր սփյուռքի մասին։ Չեք կարծում, որ վերջիններս պետք է ավելի շատ ինտեգրվեն հայրենիքի հետ։ Դուք ինչ ծրագրեր եք նախատեսում, որը փորձում եք իրականացնել կապված սփյուռքահայության հետ։ Ես երբ համաձայն եմ, սփյուռքը չափազանց պասիվ է, չափից զոր պասիվ է, նամանավանդ Եվրոպայի հայությունը, նամանավանդ ասիական երկրների հայությունը, вообще ես չգիտեմ, եթե այն մարդիկ են, որ 90-ական, 2000-ական թվականներին ես պատրում էին ցեղասպանության ճանաչման համար, բայց հիմա էշիականություն գնաց, շատ բաց պետք է ասել, որ չվիրավորվեն, ակտիվություն կա, ես ասենք տեսեմ եմ ակտիվություն, զգում եմ ակտիվություն Ռուսաստանում ապրող հայերի մոտ, զգում եմ ակտիվություն ստեղ բոլ-Էմենիև Միացյալ Նահանգներում ապրող հայերի մոտ, որոնք որպես վզում են եւ իրենց բողոքները, նավակները սիստեմատիկաբար ուղարկում են ինձ, բայց այդ իշոք հիմա է սա խայտարակություն է, սրա մեղավորություն ունի նաեւ իհարկե Հայաստանի նախկին կառավարությունները, որոնք որ ամեն ինչ արեցին սփյուռքին անջատելու համար եւ դարձին միայն տփուկով, փոխել մնացած հետ ողջ չունեք։ Իսկ ես իմ նախաբանական ծրագրում գրել եմ, որ անմիջապես պետք է չեղարկել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ ինֆորմացիոներները, սուրքում ապրող յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է կարողանա ընտրել եւ ընտրել, եթե ունի զինվորական գրքույկ, դա վերաբերում է նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, եթե չունի չպիտի ընտրվի, իսկ են մարդիկ ովքեր Հանրապետության հայեր են, իրենք պետք է հարագացված կապով ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ես կտրեմ, որ սփյուռքը մի փոքր ավելի ակտիվ լիներ եւ ջուր չլցեր թուրքերի
եւ նիկոլականների ջրաղացներին, Փաշեմյանի վրա եւ ինչ ուզում ցանել Հայաստանի, սա չի կարելի թույլ տալ։ Սա вообще անընդունելի է։ Ոնց է կոչպես դες նայ ոնց է եկի ցանում ծրենցրեց։ Չգիտեմ, շատ են պասիվ, շատ։ Սա խիստ նկատողություն Ֆրանսիայի, Գերմանիայի եւ եվրոպական կոնտինգենտը երկրներում ապրող մեր հայրենակիցների եւ քատրեմ են փոքր ավելի ակտիվանային։ Հունաստանի հայերը, Բուլղարիայի եւ այլն։ Այս ժամանակը սահմանափակ դրաման է մի քիչ արագ բնախոսում ոչ շատ։ Պարոն Ղուկասյան, վերջերս ձեր փաստաբան Լևոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ դուք կարող եք ցանկացած պահի դուրս գալ, ազատ արձակվել, բայց չեք ստապում։ Ինչով եք դա բացատրում։ Չէ՞ որ կան երկրներ, որոնք ձեզ հատուկ վիզային կարգավիճակ են առաջարկում, բայց կրկնում եմ, դուք չեք ստապում այդպես դուրս գալ ազատության մեջ։ Որն է պատճառը, որ մեկ օր շուտ չեք ուզում ազատվել այդ, ինչպես ասում են, անազատության կապանքներից։ Ուրեմն ասել ձեզ, այո, մենք ունենք հատուկ վիզայի կարգավիճակ երկու երկրից, բայց այդտեղ կա խնդիր Facebook-ի համացանցի հետ եւ դա է պատճառը, որ ես ոտը գցեմ փախ։ Որոշակի երկրների հետ հիմա գնում են բանակցություններ։ Ես որ եղավ ամենահարմար տարբերակը, բնականաբար ես բնկտրել, իսկ մենք բողոքարկել ենք, բնականաբար դատանի որոշում բողոքարկված է, բողոքարկման պատասխանը կգա մի քանի ամսից, ես հատավորություն չունեմ երկարամիսերով կտրել ստեղ կալանքի տակ, հիմա պատրաստությունների բնի մեջ ենք, հուսամ կգտնվի շատ նորմալ տարբերակ, ասենք հաջորդացին այս ժամանակը սահմանափակավոր շրջան, նորից ասեմ։ Եվ իհարկե վերջում մեր ավանդական հարցը, ինչ կուզենայիք ավելացնել։ Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար, կհանդիպենք ժողով եկող շաբաթ, ուզում ասեմ, որ ամուր եղեք, մի վհատվեք, մի հիասթափեք, մի լսեք կողքի չար լեզուներին, ես պայքարել եմ ու կպայքարեմ, լինեմ մենակ թե 20 հոգու հետ, մենք մեր նպատակին հասնելու ենք, այս իշխանությունը պիտի հայտնվի բանտում, նախկինները պիտի հայտնվեն բանտերում, Հայաստանը պիտի դառնա այն երկիրը, որը մենք ուզում ենք։ Չենք վհատվում, չենք կոտրվում, հագակներով Վարդան Ղուկասյանն է։ Առողջ եղեք, պարոն Ղուկասյան, կհանդիպենք ինձ ստեղ կանչում են հասարակությունի արդեն տեղի ոստիկանները։ Լավ եղեք, հաջողություն։ Սիրելի բարեկամներ, մենք հերթական անգամ ուղիղ կապ էինք հաստատել դուք կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ եւ ինչպես խոստացել ենք ամեն շաբաթ այդ կապը լինելու է դուք կարող եք մեզ ուղղել բոլոր այն հարցերը որոնք ձեզ հետաքրքրում են եւ հաճույքով մենք այդ հարցերը կփոխանցենք Վարդան Ղուկասյանին իսկ այսօր այսքանը մնացեք լավատես ցտեսություն